Երեկվա խաղը ճիշտ ասած մի քիչ ոնց որ ասած ստուգողական խաղ էր էլի մեր համար, քանի որ ես Անդորայի դեմ չէի խաղալու, փորձեցինք Արտուրին Սարգիսովին շանսը տանք, մարզիչը դենց էր որոշել, որ ինքը խաղար, դրա համար մի քանի հոգի պակաս լինելով մարզիչը ավելի ջահել ֆուտբոլիստներին շանսը տվավ խաղալու, բայց դե չմոռանանք, որ Լիտվան է վատ երկիր չի, իրանք շատ լավ ֆուտբոլիստներ ունեն դուսը խաղացող, շատ ֆիզիկական թիմ է, դրա համար եթե մեզ նայեք կամ իրանց նայենք, գնդակով մենք ենք, բայց ֆիզիկականով զիջեցինք իրանք ավելի լավ պատրաստված էին, վրատարը խանգարեց, բան չխանգարեց, պրոստը վրատարը շատ հոյակապ ձևի հասավ, գնդակին շատ արագ ձևի հասավ, ես չէի սպասում, որ գնդակին ինձի կգար, դրա համար արդեն ոնց որ ուղղությունս փոխել էի, որ հետ է տայ, ես կարամ ասում, որ պրոստը գերազանց վրատարը շատ գերազանց խաղացավ, ճիշտ է, պաշտպանները, դե մենակ պաշտպանները, դե բոլոր կոմանդա, բոլոր թիմի պաշտպանությունը իմ կարծիքով երեք շատ թույլ էր, բայց դե ֆուտբոլ է, սխալներ կստացվեն, կարևորը որ դենց սխալներ այս ձևի խաղերի ժամանակ ստացվի, որ սովորենք, կարողանանք ուղենք ու դենց խաղերի ժամանակ, որ կարևոր է, արդեն դենց հասարակ սխալներ չանենք։ Արտուր Սարգիսովին ես շատ քիչ եմ տեսել 40-60 քանի րոպե տեսա պրոստը ֆուտբոլ խաղալուց, իր համար շատ դժվար էր երեք, հաշվի առնելով, որ նրանց պաշտպանները շատ ֆիզիկական էին, շատ մեծ ֆիզիկապես շատ ուժեղ էին, բայց ինքը արագ ֆուտբոլիստ է, որը որ շատ կօգնի մեր հավաքականին, եթե իրան կարողանանք սովորենք, հաշվի առնենք, որ ինքը առաջի անգամ էր խաղում երեք, ու մեր ֆուտբոլիստները ոչ մեկը իր հետ ծանոթ չէին որպես ֆուտբոլիստ, ու որպես ֆուտբոլիստ ծանոթ չլինելով շատ դժվար է ֆուտբոլ խաղալը կոմանդի մեջ առաջի անգամ որ գաս ու խաղաս, բայց հույսով ենք, որ լավ բաներ կանի մեր հավաքականի համար, դե դի կրենք անպայման, ճիշտը որ ասեմ, Անդորային բացի հաղթանակից ուրիշ բանը ընդունելի չի, շատ դժվար է իմ համար, որ ես այդ խաղը չեմ խաղալու, բայց դե հույսով եմ, որ տղաները ու վստահ եմ, որ տղաները շատ լուրջ այդ խաղին կվերաբերվեն ու կկրենք այդ խաղը։ Դե իրար չհասկանալը նրանից է, որ վերջով հավաքական է ու ոչ մի ֆուտբոլիստներ, շատ քիչ ֆուտբոլիստներ են արդեն իրար այդ խաղում, բոլորը ոնց որ ծրված երկիրներում, տարբեր երկիրներում են խաղում, տարբեր ակումբներում են խաղում, բայց շատ դժվար է ասել խի դեն ստացվավ, դե ֆուտբոլիստները, նոր ֆուտբոլիստներ կային, ջահել ֆուտբոլիստներ կային, որոնք որ վստահ չէին, ու այդ ամեն ինչը երևի գալիս է վստահությունից, որ մենք երեք վստահ չխաղացանք, դրա համար է այդ ստացվավ։ Հաշվի առնելով մենք 10 հոգով մնացինք, ոնց որ ավելի լավ խաղացինք, այդ մոտ մի 10-15 րոպե լավ տեմպ տվեցինք, գնդակը մեր ձեռն էր, չնայած սա խաղն էր, գնդակը մեր ձեռը համարյա, բայց էլի շատ դժվար է դենց թիմի դեմ 10 հոգով խաղալը։ Հայաստանի շանսերը գիտեք ոնց է, շատ է կախված մնացած թիմերը ինչ կանեն, իսկ մենք որ մեր խաղերը կրենք, եթե լավագույնը վեկանենք 4 խաղն մենք կրենք, ես կարծում եմ, որ մենք երկրորդ տեղով պետքա որ հելնենք, եթե սա խաղերը կրենք բոլորը, իսկ եթե չկրենք, մի հատ է կրվենք կամ մի հատ է նիճը անենք, արդեն կախված կլինի մնացած թիմերը ինչ կանեն իրար դեմ խաղալուց, բայց կյանքում դի ամեն ինչին է պատրաստ ես սպասես, մենք մենակ փորձենք մեր խաղերը կրենք, մեր ֆուտբոլը զարգացնենք, մենք մեր վստահությունը բերենք, հիմա այս Եվրոնա կամ մյուս աշխարհի խաղերն է, դեռ ժամանակ ունենք ջահել թիմ է, ու կարևորը այն է, որ մենք սովորենք բարձր ֆուտբոլ ցույցադրելը ամեն խաղում, ոչ թե մենակ կարևոր խաղերում, այլ թե
այս sense ընկերական խաղերում մենք պետքա մեր ստանդարտը չի չծնենք, որովհետև մեր ժողովուրդը արդեն սովոր է, որ մեր զբորնին պետքա լավ խաղա, պետքա լավ ֆուտբոլ ցուցադրի, եւ դրա հետ միասին է պետք է արդեն մենք մտածենք, որ ռեզուլտատը անպայման բրի ցույց տանք։ Շատ Դանիա, Չեխիա, Բուլղարիա, Իտալիա։ Շատ լավ գրուպ ենք ընկել։ Ես իսկապես ուրախ եմ, որ այդպես գրուպ ենք ընկել, քանի որ ամեն ֆուտբոլիստ, որ ուզում է ապացուցի, որ լավ ֆուտբոլիստ է կամ լավ երգիր է, լավ զբորնի ունի, մենք պետք է խաղանք լավերի դեմ ապացուցենք։ Մենք այսօրվա դրությամբ Սլովակիայի նման թիմին կրեցինք ու սաղ արդեն սկսեցին Հայաստանով հետաքրքրվել է։ Ու եթե մենք այսօրվա դրությամբ կարանանք Դանիա, Չեխիա, Իտալիայի հետ լավ խաղանք, լավ ֆուտբոլ ցուցադրենք, արդեն էդի կմտնենք գլոբալ սաղ աշխարհով մեկ արդեն կսկսեն ճանաչել մեզ ոչ թե մի քանի տեղ, այլ արդեն աշխարհով մեկ համ մեր ռեյտինգը կբարձրանա, համ մեր ֆուտբոլիստները ավելի ոնց ասեմ փորձ ձեռք կբերեն, համ անգլերենը exposure են ասում, ավելի շատ շանսեր կլինի մեր ֆուտբոլիստներին սաղ աշխարհով մեկ տենալը։ Անպայման, մենք դաժե կարանք Դանիային կրենք շատ հեշտ ձևի, որտեղ Դանիան ֆիզիկական թիմ է։ Ու շատ հեշտ ասել է դի թող սխալ չասկնա ժողովուրդը, ոչ մի բան է հեշտ չի լինելու, բայց մենք մեր ֆուտբոլով, մենք մեր արագությունով ես համոզված եմ, որ մենք Դանիային կարանք կրենք, թե Դանիայում, թե Հայաստանում, քանի որ եթե Դանիայի ֆուտբոլը այս մինչև մեր դեմ խաղալը չփոխվի նույն ստանդարտ ֆուտբոլը խաղան, որը որ հիմա են խաղում, մենք շատ լավ շանսեր ունենք իրանց դեմ խաղալու։ Ես դրանցից ոչ մի բան չգիտեմ ճիշտն ասած։ Ինձ դրանք չեն հետաքրքրում, ինձ մենակ մի բանն է հետաքրքրում, որ ես ամեն շաբաթը մեկ շաբաթ երկու անգամ խաղերը խաղամ, ես դրան եմ մենակ սպասում խաղերին, որ ամեն խաղին լավ խաղամ, ամեն խաղին, ու եթե ես լավ խաղամ, այդ ամեն ինչը կստաց կլինի իմ համար, մարդիկ կան, որ այդ ուղղությամբ աշխատում են, դրա համար իմ ուշադրությունը տեղափոխվել չի կամ այս ակումբը կամ այն ակումբը, որը որ բարին է, դա կլինի ժամանակի ընթացքում։ Ավելի լավ քան հիմա, հույսով եմ, բայց երևի ավելի վստահ ֆուտբոլ կխաղանք այդ վաղ արդեն մեր ֆուտբոլիստները համոզված կլինեն, որ չէ, ոչ թե մենք էսի միամիտ ստացվավ այս պերիոդը, այլ դե ոնց որ սովորություն է դառնալու էսի, մեր ստանդարտը էս ալնելու, սրանից ցածր չեն կարա, սրանից ցածր արդեն ընդունելի չի, թե մեր համար, թե մեր ազգի համար, մենք պետք է փորձենք այնց խաղանք, որ ամեն խաղին ռեզուլտատ ցույց տանք, լավ խաղալու հետ հանդես ռեզուլտատ ցույց տանք։